Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ հաճույքով շարունակում ենք մեր առավոտը եւ մեզ սպասում են հետաքրքիր բացահայտումներ, քննարկումներ, խոսակցություններ, որոնք լցնում են մեր այսպես գիտելիքների պաշարը եւ յուրաքանչյուր առավոտ նման հնարավորություն դուք ունեք, մենք ուրախ ենք, որ մեզ այցելում են հետաքրքիր մարդիկ, բանիմաց մարդիկ, ովքեր իրենց կյանքը նվիրում են հայտնագործություններ, բացահայտումներ կատարելու, որոնք մեր ամբողջ երկրի եւ ժողովրդի համար կարեւորություն են ներկայացնում։ Ես երբ երեկոյան իմացա, մենք ունենք հաղորդման շատ լավ ընկեր, ով մեզ հաճախ տեղյակ է պահում ժամանակ առ ժամանակ ամենահետաքրքիր մարդկանց մասին, ովքեր իրենց գործունեությունն են ծավալում Հայաստանի սահմաններից ներս, կամ եթե դուրս են վերադարձել են Հայաստան եւ տեղյակ է պահում նրանց ուսումնասիրությունների մասին, եւ երբ երեկոյան իմացա, որ Տաթև համալիրի ուսումնասիրությամբ զբաղվող մի մարդ կա, այնպիսի անհամբերությամբ զանգահարեցի ու ասացի, խնդրում եմ ձեզ, ես չեմ դիմանա մի քանի օր, եկեք վաղը հանդիպենք, քանի որ շատ լեգենդներ, շատ առասպելներ կան այս վանական համալիրի հետ կապված, կան գաղտնիքներ, որոնք ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհը չի կարողանում բացահայտել եւ այդ ամենի մասին մենք հենց այսօր պիտի զրուցենք։ Մեր հյուրն է Վազգեն Գևորգյանը, բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ ընդունեցիք մեր հրավերը եւ եկաք։ Եվ որքան ժամանակ է արդեն ուսումնասիրում եք Տաթևը։ Ուրեմն պետք է ասեմ 12 տարի արդեն լրանում է 12 տարին, որ մենք ուսումնասիրում ենք եւ զբաղվում ենք Տաթևով։ Առիթը որը հանդիսացել Առիթը հանգիստն է հանդիսացել, ես իմ ընտանիքով ընդհանրապես մենք սիրում ենք բնության, ուրեմն գրկում հանգստանալ եւ 12 տարի առաջ իմ ընտանիքով ուղղակի վերցրեցինք մեր վրանը, իմ շունիկին եւ գնացինք իմ ընտանիքով այնտեղ ուղղակի հանգստանալու, ճիշտն ասած առաջին անգամ էի ես այնտեղ այդ ժամանակ գտնվում եւ իմ ընտանիքը նույնպես առաջին անգամ էր եւ մենք տպավորությունները այնքան մեծ էին այնպիսին այդ տպավորությունները նույնիսկ երբեմն մտածում եմ որ այդ առաջի հիացմունքը նորից վերապրեմ իհարկե մինչև հիմա 12 տարի է Տաթևը այդպես էլ մնացել է մենք ֆիզիկապես երբեմն գտնվում ենք այստեղ բայց հոգեպես ամեն օր ամեն վայրկյան երբեմն իսկ այդ այցելությունը ընտանիքի հետ միասին դարձավ ճակատագրական ձեր կյանքը վերափոխվեց եւ պատկերացրեք որ 2005 թվականին պատկերացրեք որ 1999 թվականից մենք այնտեղ ենք մեզ միացան հետո մեր ընկերները շատ մարդիկ շատ համախոհներ որտեղ մենք ոգևորված պատմում էինք Տաթևի մասին ինչեր կան այնտեղ ինչար շատ Իսկ ինչեր կան եւս մեկ անգամ մենք գիտենք որ Տաթևի ամենամեծ գաղտնիքը հայտնի գաղտնիքը դա ճոճվող սյունն է որ ընդհանրապես առաջին հերթին դա ճոճվող սյունն է որի գաղտնիքը առ այսօր բացահայտված չէ վարկածները տարբերակները ճիշտն ասած հիմա ես որ ասեմ դա վարկած չի արդեն ես տույք կարող եմ ասել որ դա այդպես է որտեղ մենք փաստագրել ենք մեր հետազոտությունները մենք կատարում ենք այս վերջին տարիներին իմ համախոհների միջոցով եւ նույնիսկ տարբեր միջոցներ ենք ուրեմն օգտագործել որպեսզի մենք կարողանանք բացի նրանից որ մենք այլ տեղեկություններ այսպիսի գրքեր եւ այլն գրականություն ենք կարդում շատ քիչ վկայություններ կա, բայց որպեսզի Տաթևիսյան գաղտնիքը բացահայտվի, պետք է ամբողջ աշխարհի հնագույն քաղաքակրթությունների ավանդապատումները իմանաս։ Դրանից հետո ամեն ինչ դառնում է պարզ, եւ եթե գիշերը ժամը 5-ին օգոստոսի 11-ին կանգնեք Տաթևում, դուք հրաշք կտեսնեք այնտեղ։ Օգոստոսի 11-ին ժամը 5-ին, ուրեմն օգոստոսի 11-ը երևի ոմանք հիմա հասկացան։ Գիտեք ինչ օր է, այո, Նավասարդն է օգոստոսի։ Նավասարդն է, ուրեմն Նավասարդն է, այսինքն ժամը 5-ին։ Առավոտյան, հա? Առավոտյան 11-ի լույս գիշերը։ Շոկորի լույս գիշերը։ Գնացինք։ Մյուս տարի արդեն ամբողջ աշխարհն է գալու, այս տարի ռուս պատմաբաններն էին եկել, ես նրանց Ինչ հրաշք են կանկանատեսներում, կասեք, դուք եղել եք այդ ժամին։ Ես արդեն քանի տարի է այդ հրաշքը տեսնում եմ։ Ինչ է լինում, պատմեք էլի։ Հրաշքները շատ են։ Ահա։ Տեսանելի եւ անտեսանելի հրաշքներ։ Օրինակ, եթե կամերայով այնտեղ տեղ կա նկարեք, ձեր կամերան աշխատում է, բայց ոչինչ դուրս չի գա։ Այդպեսի կետ կա։ Ոչինչ չի ֆիքսում։ Ոչինչ չի ֆիքսում, բայց ինքը աշխատում է։ Բացի դրանից կողմնացույցը կետեր կան, որ հակառակա ցույց տալի հյուսիսն ու հարավը, արևմուտքը, արևելքը, հակառակն է ցույց տալիս։ Այդպեսի կետեր կան։
Ուրեմն դաշտերը դրական, այսպես ասած, դրական դաշտի վրա 12 կիլոմետր, պատկերացնում եք, ես բիոէներգետիկ Ալբերտ Ալավերդյանի հետ վերջի 3-4 տարիների ընթացքում այնտեղ հետազոտություններ ենք անցկացրել, Խարտմանի դաշտ կոչվող այդպիսի ախտաբանական ժապավեններ գոյություն ունեն, որ ամբողջ մոլորակն է այդ համացանցով պատված, եւ ֆիզիկայի բաժնում կա այդ դաշտերի մասին տեղեկություններ, ուրեմն եթե փոքրինչ ավելի հասկանալի լինի, ասենք այս սենյակում, եթե մի քանի մետր է, մի 4 հատ 2.21 պետք է հանդիպի այդ բացասական ուրեմն գիծը։ Երևի լսած կլինեք, որ նոր տներ մարդիկ, որ հատկապես Ռուսաստանում, ուրեմն կատուն փորձում եք գտնել։ Գիտեք ինչու համար։ Կատուն ուրեմն մինուսը վերափոխվում է պլյուս, ինքը մինուսն է սիրում, մինուսը, օրինակ այդպես ծառերից դուբն է, կաղնին է։ Կատուն մինուսը գտնում է եւ այնտեղ գտնում է եւ ինքը վերափոխում է պլյուսի եւ դրա համար ինքը մինուսի, իսկ շունը հակառակն է, շունը պլյուսի վրա է գնում։ Դրա համար կատուն բարձրանում է վերև, իսկ շունը միշտ ոտքերի տակ, շունը տիրոջ գլխի կողմը չի սիրում։ Հա, այս կատուն գլխին, ես կատուն եմ, որ իմ գլխին է։ Եվ հենց այդ մինուս դաշտն է, բոլորի ամենտեղ մոլորակի վրա այդ ցանցը կա, Տաթևում պատկերացրեք 12 կիլոմետր բացակայում է, չկա, ընդհանրապես դա գոյություն չունի։ Իսկ այդ գիշերվա հրաշքներից, գիշերվա ես։ Հա, ուրեմն դե այդ հրաշքներից մի քանիսը դա էր, կողմնացույցի որոշակի ինչ-որ մի բանի հետ պետք է կապված լինի այդ սյունը, այդ հրաշքը, նավաստարը եւ քիչ աշխատելը։ Եվ պատկերացնում եք ժամը ուրեմն 5-ին մենք ինչ պատկեր ենք այնտեղ տեսնում։ Սյան գլխին 3 աստղերը, սա Օրիոն համաստեղությունն է։ Եվ պատկերացնում եք սրա տիեզերական հաշվարկ այս երևույթի ընդհանրապես։ Ինչպես կարելի է հաշվարկել այդպիսի բան։ Նայեք, 3 պայծառ աստղերը հերթականությամբ ուղիղ սյան, այսպես ուղղահայաց, ուղիղ գլխամասային մասում կանգնում են, շարվում են իրար հետ։ Այսպիսի պատկեր մենք նկատում ենք յուրաքանչյուր տարվա օգոստոսի։ Յուրաքանչյուր, ամենայն դեպս մենք արդեն վերջի 4 տարվա գիշերները այնտեղ ենք եղել։ Եւ հնարավոր չէ, որովհետեւ Օրիոնը բավականին ամենահեռավոր համաստեղություններից մեկն է եւ ամենագլխավոր միջայլոց համաստեղություններից մեկն է մարդկային քաղաքակրթության։ Իսկ այս սա ինչ է նշանակում։ Դա Սիրիուս աստղն է։ Դա էլ մոտավորապես 20-ի կողմերն է, նույն Սիրիուս աստղը գալիս նստում է ուրեմն դուք ասի կին տղամարդ, հիշում եք ձեր հաղորդման մեջ։ Ուրեմն Արիոնի գոտին ինքը տղամարդն է։ Արական սկիզբն է, Սիրուսը դա կինն է, այսինքն Վահագն, Աստղիկ, Օսիրիս, Իզիդա, այո, Ինյան, այո, եւ ամբողջ գաղտնիքները նորից են, այդ փոխանակումից հետո ուրեմն նորացվում է տեղեկատվությունը մեր մոլորակի եւ դա մենք չենք տեսնում իհարկե, զգում ենք միայն կամ ենթադրում ենք, որ այդպիսի երևույթներ կան։ Շարժականությունը կարելի է ենթադրել, որ շատ ավելի մեծ խորհուրդ ունի եւ գիտական առումով այս ուսումնասիրությունները դեռ շարունակվելու են, բայց ժողովրդի մեջ տարածված տարբերակներից մեկը դուք նշեցիք շատ պարզ է ու շատ պարզ է, երկրորդային, բայց ամեն դեպքում այդպես կարող է եւ օգտագործված լինի, այն նկատի ունեմ, որ թշնամիների գալուստը հուշող մի սարք է եղել, այսինքն հեծելազորը մոտեցել է եւ տատանումներից սկսել է շարժվել սյունը եւ տեղեկացնել մոտալուտ վտանգի մասին։ Ոչ, ինչու համար, որովհետեւ Տաթևի դուք տեսել եք Տաթևի բարձրանալու այդ ճանապարհը, որ հիմա բարձրանում է։ Այնտեղ հիմա բարձրանում է մեծ, ուրեմն ավտոմեքենաներ եւ դրանից սյունը չի կարող շարժվել։ Ընդհանրապես սյունը շատ դժվար է շարժել։ Իհարկե մենք փառք Աստծո, որ այս տարի առաջին անգամ տեսանք, թե սյունը ոնց է շարժվում, մենք դուք ականատեսն եք եղել, որ ինչպես է շարժվում։ Չէ, այնտեղ ուրեմն անունը մոռացել եմ, ուրեմն Տաթևում կա մի ծառայող, որը մոմ էր ծախում, տղայի անունը մոռացել եմ, մենք խնդրեցինք իրեն, երբ մեր ռուս գոլեգաները, այսպես ասած, հյուրերը նրանց աչքի առաջ, որտեղ նրանց համար անհավատալի բան էր թվում, որ կարող է Տաթևի սյունը շարժվի, դա ինչ հրաշք է ընդհանրապես։ Քարից կերտված քարակերտ շատ
տակը լուրջ շարժ այդ հուշարձանը շարժվում է, շարժվում է դժվար է մինչև դա այսօր, մեզ թվում է թե գուցե այսօր չի շարժվում։ Որքան է բարձրությունը 8 տվյալները 8 մետր։ 8 մետր, իրեն Իսկ ինչից է նա շարժվում։ Այ իհարկե չավարտեցիք, ծառայողը ինչ արեց շարժեց, ուղղակի մի մարդով կանգնեց այս մասում, բռնեց այս երկաթներից եւ շարժեց, բավականին ամպլիտուդը մեծ էր եւ նկարահանեցին ռուսները, մենք էլ նկարահանեցինք, ժողովուրդը զարմացած նայում էր, ուղղակի այնտեղ մի քիչ այդ ինֆորմացիան փակ եմ պահում, որ հիմա սաղին ասում ենք, որտեղ մեր ժողովուրդը շատ է սիրում, զարմանում է, գալիս է, սկսում է հիմա կգտնան եւ կգտնեն այդ ծառայողին եւ կփորձեն բոլորը խնդրել։ Չէ, չի կարելի, ես մի անգամից ժողովրդին ուզում եմ դիմել, որտեղ դա հրաշալի մի կերտվածք է եւ անընդհատ նրան ուղղակի զուտ հետաքրքրության համար շարժվում է ժողովուրդ ջան, ինքը շարժվում է տակը, շարնիռ է եւ շարժվում է, իրոք դա այդպես է, գուցե մեկը գնա նկարահանի բոլորին ցույց տա, որպեսզի նրանց արդեն բավարարի հետաքրքրությունը բավարարվեն եւ չգնան իրենք այնտեղ, մերոնք Իսկ ինչ դեպքում է սյունը շարժվում ինքնակամ, եթե դու արհեստականորեն իրեն Դե հիմա մենք ցույց տվեցինք, չէ, որ այսպես կանգնում է Օրիոնը նրա գլխին։ Հիմա դուք պատկերացրեք, որ ասենք երկրային ճարտարապետության դեպքում, երբ մենք տուն ենք ուզում պատրաստել, այո, գոյություն ունի այդ ինչպես են ասում այդ հարթաչափ, հա, այո, մենք պետք է հարթությունը ուղղակի գտնենք, մենք պետք է գտնենք այս 90 աշճանը, ճիշտ է։ Այո։ Գտնելով այդ 90 աշճանը մենք ինչքան էլ տեղանքը լինի խորտուբորդ, թեք, այո, շեղված, մենք այս ուղղությունը կգտնենք 90 աշճանն է պետք։ Հիմա այս տվյալ Օրինեոնի գոտին միշտ պետք է 90 աշճան կառուցի իրան, եթե մենք այստեղ երկնային խաչ նկարենք, այո։ Ընդհանրապես ինքը իր գլխով հենց խաչն է, նկարված այդ երկնային խաչն է ցույց տալի։ Ուրեմն ինքը պետք է հորիզոնական ուղղահայաց այսպես այդ 90 աշճանը ապահովի։ Որտեղ մեր երկրագնդի առանցքը թեքված է, զարմանալի բան եմ ասում, բայց դա այդպես է։ Ինքը մեր հակառակ հարթաչափն է։ Մեր երկրագնդի եւ աստղային ներքևից վերև է ճապում։ Եվ դա աստղագիտության համար է շատ կարևոր։ Իսկ այն, որ մենք աստղագետ ժողովուրդ ենք, այս տեղից դուրս գալ պետք չէ, որպեսզի դա հասկանանք։ 2-3 կենցաղային բառով մենք կարող ենք հասկանալ, որ մենք երբեմնի հզոր աստղագետներ ենք։ Իհարկե։ Մեր անվանումը ինչ է։ Մենք մեզ ոնց են կոչում, հայեր։ Իսկ դուք գիտեք ինչ է նշանակում հայեր։ Հայ ինչ է նշանակում։ Հայել գրափարում նշանակում է ստույգ ներքևից վերև նայել։ Օրինակ նայել նշանակում է վերևից ներքև նայել։ Իսկ հայել տեսանել հավասար ուղղությամբ, դիտել բարձրությունից։ Նայեք ինչքան տարբերություններ, ուրեմն դա տերմինաբանություն է։ Իսկ մեր երկիրը ոնց է կոչվում։ Հայաստան, այո։ Այսինքն եթե ներքևից վերև են նայում, ինչին են նայում, աստղը, ինչ է, աստղերին։ Աստղերին դիտող երկիր կամ ժողովուրդ։ Այո, ինչու համար են այդ աստղերին դիտում։ Ամբողջ աշխարհն էլ աստղեր ունի, ճիշտ է, ինչու է Հայաստանը հենց աստղերին դիտող երկիր։ Ինչու համար, որովհետև զրոյական գոտին է, ժամանակը գոյանում է, 0 ժամը գոյանում է Տաթևից։ Վաու։ Հասկանալի, ինձ ուրիշ հարց է հետաքրքիր։ Հասկանալի չի։ Չէ, սա տեսակետը հասկանալի է, մենք բազմիցս այս մասին խոսում ենք մեր եթերներում, գրեթե ամենակիչը ամիսը մեկ այս ամենը փորձում ենք գիտականորեն ապացուցել։ Ինձ ուրիշ հարց է հետաքրքիր Տաթևի հետ կապված։ Տաթևը քրիստոնեական հուշահամալիր է, բայց մենք մեզ մոտ աստղագիտությունն ու ընդհանրապես նման գիտությունները, սկսած էզոտերիկայից վերջացրած ճշգրիտ գիտություններով շատ ավելի զարգացած են եղել նախաքրիստոնեական շրջանում, հա, կարելի է պայմանականորեն հեթանոսական ժամանակաշրջան կոչել։ Ինչու քրիստոնեական այս համալիրում այս հուշասյունը եւ արդյոք նա կառուցվել է քրիստոնեության շրջանում, թե վաղուց եղել է եւ հետո ուղղակի այդտեղ շրջապատվել է քրիստոնեական բանակը։ Շատ հետաքրքիր հարց տվեցիք։ Իհարկե Տաթևը կառուցվել է 855 թվականին Առաքելոց վանքը, 2 տարի կամ առաջ կամ հետո, որտեղ նույն Ստեփանոս Օրբելյանը տարակուսում է Տաթևը երկու աղբյուր կա, առաջ է կառուցվել, թե հետո է կառուցվել, Տաթևիսյան մասին է, հանուն Սուրբ Երրորդության իմիջայլոց։ Եվ երևի 3 աստղերն էլ հենց դա նշում են, այո։ Իհարկե Տաթևը քրիստոնեական ժամանակաշրջանի ուրեմն համալիր է,
բայց մեր առաքելական եկեղեցին կրողն է այդ բոլոր տիեզերական գաղտնիքների։ Իհարկե։ Տաթևում, եթե դուք գիտեք, կա մենակ 20 կիլոմետրի վրա 3 համալսարանական ուրեմն։ Մեծ անապատ, Հարանց անապատ, Սվարանց անապատ։ Եվ առաքել Սյունեցին, ու Գրիգոր Տաթևացու մասին դուք գիտեք, Վանաքսյունը մի խոսքով Տաթևյան դպրոցը հանճարեղ դպրոց է, որտեղ դուք կտեսնեք մեկ մեր ազգը շատ է սիրում, ասենք Տիբետ, բուդդիզմ, այնտեղ գրի այդ ուսմունքները դուք գնացեք կարդացեք թե Տաթևի հոգևոր հայրերը ինչեր են ասում, կհասկանաք, որ այդ ամենը այն որ Նարեկացին երկու բառով ասելա ես ամենայն եւ ես ամենեցունն արդեն ամբողջ Տիբեթի գաղափարախոսությունը ապահովում բացեք ավելի ես ամենայն, այսինքն ես ամենքի մեջ եմ եւ համայնն է իմ մեջ պարփակված։ Սա տիեզերական աշխարհընկալում է ուղղակի։ Տիեզերական, ուրեմն պետք է այդ մարդը ինչ տեսանկյունների վրա, ինչ աշխարհընկալման վրա դաստիարակված լիներ, որ գար այդ եզրահանգման, այո։ Կամ հետագայում Հովհաննես Թումանյանը ոնց որ շարունակելով այդ միտքը ասեց 1000 տարով, 1000 դարով առաջ թեի հետ ինչ կա որ ես եղել եմ միշտ կլինեմ հարուհավետ ինչ կա որ այսպես 1000 ձևեր փոխեմ ձևը խաղ է անցա որ ես միշտ հոգի տիեզերքի մեծ հոգու հետ ինչ կա որ 4 տողով պատկերացնեք եթե մի հատ sense հաստատավոր գիրք գրենք թե ինչ էր ասել ասենք մեկն էլ այդ ամենը 4 տողը բավականին լուրջ բան կստացվի շատ կարևոր էր այդ արտահայտությունը որը ժամանակ առ ժամանակ կարծում եմ պետք է հնչեցնել էլի ցավոտ թեմային անդրադառնալով երբ կրոնական տարբեր ուղղությունների հարող մարդիկ որոնք այսօր շատ են մեր իրականության մեջ փորձում են առաքելական եկեղեցուն պիտակավորել որպես հերթական աղանդ ընդհանուր քրիստոնեության մեջ կարծում եմ եւս մեկ անգամ պետք է նրանց տեղեկացնել որ իրականում առաքելական եկեղեցին այնպիսի գաղտնիքների կրող է որ դուք մի քանի կյանք էլ ապրեք այդ գաղտնիքներից նույնիսկ մեկին չեք տեղեկանա ավելի լավ է հարեք, ավելի լավ է ուսումնասիրեք, ավելի ճիշտ ու հասկանաք, թե ինչ կա այստեղ։ Մենք ունենք հեռախոսազանգ համաձայն ենք Լուսինեի հետ այս հարցում եւ քիչ անց կլինի ձեր հարցը։ Եվս հեռուստադիտողը միացել է մեր զրույցին։ Բարի լույս։ Բարի լույս։ Լսում ենք ձեզ։ Լսում ենք ձեզ, խնդրեմ։ Իմ անունը Արարատ է Մինասյան։ Շատ ուրախ եմ։ Նկարիչ եմ ես։ Նախ ողջունում եմ ձեր հաղորդումը եւ ձեր հյուրին։ Շնորհակալություն։ Շատ հետաքրքիր է, ես ամեն առավոտ դիտում եմ։ Շնորհակալ եմ։ Եվ այսպեսի մի հարց ունեմ, մի քիչ նախորդ խոսակցության ձեր վերաբերյալ է։ Օրիոնի գոտու հետ կապված։ Ես կուզենայի իմանալ, արդյոք օգոստոսի 11-ին, ամեն օգոստոսի 11-ին այդ աստղերը այդպես գոտի են կազմում եւ արդյոք բոլոր կետերից դիտած է այցյան վերևում առաջանում։ Ահա, շնորհակալություն։ Այսինքն շնորհակալություն այո, հարցը, ուրեմն ես պետք է ասեմ, որ Տաթևը կոչվել է հատուկ անուն է ունեցել դիտանոց, բոլոր կետերից իհարկե այդ դիտարանը պետք է այնտեղ լինել պեաձև այդ շինվածքը, այդ վանական շինությունը պեաձև է սյունը մեջտեղում է կանգնած եւ զարմանալի մի բան է, ոչ միայն այնտեղ օգոստոսի 11-ին դուրս է գալիս Օրիոնի գոտին, այսպես ասած սյան հետևից, այլև մայիս երևի ամսվա կամ հունիսի սկզբներին, դա մենք դեռ չենք բացահայտել, նա նույն տեղից հակառակողմից մտնի, դուրս է գալիս, հետո մտնում է, ահա, իսկ շատ հետաքրքիր հարց է նաև այն առումով, որ առաջի տարին մենք չտեսանք, մենք հետո պարզեցինք, որ նա ուղիղ սյան գլխին է կանգնում, ուրեմն առաջի տարին նա կանգնված ձեր դիմացի սարի գլխին, այսինքն եթե մենք այդ սարը, հետո հիշում ես առասպելները լեռներ ծնող աստվածների մասին, որ լեռներն են աստվածներ ծնում, ուրեմն այդ աստվածները, օրինակ եգիպտական ավանդաբանությունների մեջ ասում է, որ աստվածները ծնվում են
6, ուրեմն, այսինքն 5 օր 6 ժամ ավելած այդ ամսի մեջ 13-րդ իմջարից հայերն ու եգիպտացիները ունեցել են այդ երրորդ ամսը։ Այո, 12 ամիս եւ 5 եւ 6, այսինքն 1 քառորդ օր։ Օգոստոսի 6-ն է, ուրեմն այդ օգոստոսի 6-ից այդ 5 օրը ավելած օրերը։ Ուրեմն սկսվում են։ Այդ ժամանակ լինում է ուրեմն Աստվածների ծնունդը։ Ուրեմն այդ հենց սարի վրա մենք տեսնում ենք Օրիոնի գոտին կանգնած։ Ուրեմն երկու դեպքում է զարմանալի երևույթ է, իհարկե սյունը կառուցված է հատուկ այնպես, որպեսզի եթե դու կանգնես դեմքը դեպի արևելք, ասենք ստույգ օգոստոսի 11-ի մասին է խոսքը, այդ ժամանակ կտեսնես Օրիոնի գոտին։ Հակառակը եթե կանգնես մայիսին կամ հունիսին, որը մենք դեռ չենք պարզել, հակառակ երևույթը կարող է լինել։ Արևելք, դեմքով դեպի արևելք։ Մենք էլի հեռախոս շատ քիչ ժամանակ ունենք, հարցը ընդունենք եւ հետո կվերադառնանք փոքրիկ դադարից հետո կշարունակենք մեր հարցազրույցը։ Բարի լույս ելի հեռուստատող։ Բարի լույս։ Ներկայացեք խնդրեմ եւ ձեր հարցը։ Իմ անունը Արթուր է, ողջունում եմ ձեզ, հաղորդաշարը հատկապես ձեր հյուրին, շատ ուրախ եմ, որ վերջապես կարելի ասել այս մասնագիտության տեր մարդու հյուրընկալեցիք, ու ես հիմա ինչ շատ ուզող հարց կա ու կուզեի ուղղել ձեր հյուրին, եթե կարելի է։ Խնդրեմ։ Ես կարդացել եմ միտեղ, որ եգիպտական 3 հսկա բուրգերը հայտնի որ կան, ասում այնտեղ, որ եթե ամեն բուրգից ուղղահայացներ կանոնեցվի դեպի երկինք, այդ բուրգերը ամեն մեկը հերթականությամբ հատվում է Օրիոնի համատեղության գոտու հետ, հաջորդականությամբ։ Դա ճիշտ է թե ոչ։ Շնորհակալություն։ Օրիոնի գոտին ուրեմն դա Ռոբերտ Բյուվելն է առաջին անգամ ասել, նկատել, որ Օրիոնի գոտին ուրեմն կրկնում են Գիզայի 3 բուրգերը։ Եվ բուրգերը չեն նայում, ուղղակի այնտեղ շատ տարօրինակ բան կա, եթե Հայաստանը ուղիղ է օգոստոսի 11-ին, ապա Եգիպտոսում բուրգը 45 աստիճան անկյան տակ է, Օրիոնի գոտին թեքված, շեղված է դուրս գալիս։ Հայաստանում է միայն ուղղում, այսինքն 39.5 լայնությամբ։ Շնորհակալություն, մենք հիմա ստիպված ենք դադար վերցնել եւ ավելի ուշ Բայց մենք մեր հյուրին այո կխնդրենք, որպեսզի քիչ ընդամենը 10 րոպե հետո շարունակի մեզ հետ մնալ եւ մենք մեզ հետաքրքրող հարցերը նրան ուղենք, այնպես որ շատ չհեռանա կվերադառնանք։ Եթե զիջում ենք արդյոք ովքեր են նախագծին, հետո վերադառնում ենք։ Շարժվում ենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք մեր զրույցը, կարող եք միանալ 349286 հեռախոսահամարով, որովհետև այսօրվա թեման նույնիսկ ավելին քան հետաքրքիր է, չգիտեմ ինչ բառով բնորոշել, ինչպես ասել, գիրք կա նույնիսկ մեր սեղանին դրված, որը մենք ուզում ենք ձեռք բերել, բայց պարզվում է, որ այն ընդամենը 20 օրինակով է, որովհետև սեփական միջոցներով է։ Այ ափսոս, որ մեր երկրի վերնախավը չի մտածում այսպիսի բաների մասին եւ չի փորձում կանգնել են մարդկանց կողքին, ովքեր գիտական բոլոր ապացույցները ունեն ամբողջ աշխարհին համոզելու համար, որ քաղաքակրթությունը սկսվել է հենց այս օրրանից։ Մենք բազմիցս կատակով, բայց գնալով այդ կատակը իր մեջ ավելի շատ լուրջ հիմքեր է ընդունում, որ միշտ ասել ենք, որ քաղաքակրթությունը սկսվել է Սյունիքից հենց եւ փաստորեն էլի Սյունիք, էլի Տաթև, կողքին Խարահունջը։ Սյունիք ինչ է նշանակում։ Մի րոպե կանգնեք ու մտածեք։ Ինչ է մտածում։ Սյուն ունեցող երկիր։ Սյուն, էլի Սյունիք կապված։ Ինչեւ 9-րդ դար ես գտել եմ, որ Սյունիքը կա, եղել է։ Սուինեա, Սիունեա։ Ուրարտական ժամանակաշրջանից Տաթևը մեր թվարկությունից 3-րդ դար Ներսեհիկա նամակում գրված է, որ Տաթևյաց իշխանները այն տեսանկյունը, որ Տաթևիոս առաքյալից է առաջացել, այսինքն քրիստոնեությունից հետո Տաթևի անվանումը, դա սխալ դրույթ է։ Բայց ես էս այդ հարցն էի տալիս, որ Տաթևը քրիստոնեական փաստորեն հուշահամալիր է, բայց չի կարող պատահել։ Մենք հենց չենք խոսացել, թե էլ ինչ կա Տաթևում, այնտեղ հնագույն քաղաք, բնակատեղի կա։ Մենք սկսենք ըստ հերթականության հիշեցնենք Վազգեն Գևորգյանն է մեր հյուրը, մասնագիտությամբ երաժիշտ, բայց նվիրումով թերևս Ճշմարտություն, ես անկախ հետազոտող եմ եւ
ամեն մարդ ման է գալիս իրեն կյանքում իրեն ճշմարտությունը։ Եգիպտական բուրգերի Մենք վրա կա անգարանք, այո։ ինֆորմացիա, որը այսպես հուշում է Տաթևի վանքի Իդեպ սիրելի հեռուստադիտողներ, ձեր տված հարցի պատասխանը դուք հիմա կգտնեք, այսքան դադարից հետո հուսով եմ չեք հեռացել, եւ հիմա ձեր տված հարցի պատասխանը Ինչ կարելի է գտնել այնտեղ, ինչ Ուրեմն ինֆորմացիա։ եգիպտական բուրգերում կա եգիպտական տեքստեր, այսինքն տեքստի պիրամիդ տենց է կոչվում այդ տեքստերը, որով աշխատում են եգիպտաբանները եւ բացահայտում են այդ աստղային կուլտի, այսպես ասած, տեսանկյունները եւ հասկացել են, որ Եգիպտոսը բացարձակապես կարողացել է ուրեմն տիրապետել աստղային երկինքի բոլոր ուրեմն գործառույթներին։ Ուրեմն այնտեղ այսպես մի հետաքրքիր բան կա գրված, որը ես երբ որ տեսա, հասկացա, որ դա գրված է Տաթևի մասին, որտեղ Եգիպտոսում այսպիսի երևույթ չի կարելի տեսնել։ Խնդրեմ։ Հորը եկավ, թոթը հայտնվեց, նրանք բարձրացրեցին Օսիրիսին եւ կանգնեցրեցին ուղիղ։ Բարձրացիր, կանգնիր Օսիրիս, Իզիդան բռնել է քո ձեռքը, ով դու Օսիրիս, Նեֆտիդան բռնել է քո ձեռքը, այդպես գնա նրանց մեջտեղում հավերժ։ Ուրեմն որպեսզի հասկանալի լինի, ես ասեմ, որ Եգիպտոսում Օրիոնի գոտին չի կարող, ինչպես Հայաստանում, այսպես ուղղահայաց կանգնել։ Սա եւս մեկ անգամ ես խնդրեմ ցուցադրեք Եգիպտոսում այսպես է Օրիոնի գոտին, խնդրեմ, այս մեջտեղի նկարը։ Գուցե լինեն հեռուստադիտողներ, որ նոր միացան մեզ եւ եւս մեկ անգամ ասենք, որ օգոստոսի 11-ին առավոտյան ժամը 5-ի կողմերը Տաթևի ճոճվող Սյան վերևում հայտնվում են այս 3 աստղերը ուղղահայաց, սա Օրիոնի համաստեղությունն է, որը միայն Տաթևից է երևում ուղղահայաց։ Եգիպտոսում, այ հիմա ցույց տամ, մի րոպե, այ այսպես է կանգնում։ Թեքության վրա որոշակի ուղղահայաց չի կանգնում եւ ուղղահայաց այն լինում է միայն Տաթևի ճոճվող Սյան վրա տարվա ընթացքում մեկ անգամ։ Եվ մեջտեղում ուղիղ ինքը կարող է գնալ, որովհետեւ հետագայում տեքստը ասում է, որ Իզիդան երբ որ բռնեց, Նեֆտիդան քույրերը բռնեցին եւ ասեցին մեր մեջտեղում գնա հավերժ, այսինքն մեջտեղում է գտնվում։ Հիմա նայեք նկարը։ Մեջտեղում Օսիրիսն է, հա, մեր։ Մեջտեղում Օսիրիսն է, Օրիոնի գոտին։ Իմիջայլոց հայերեն մենք ունենք հատուկ անունը, Օրիոնի գոտու, այո։ Ինքը Օրիոնը հայկի, ուրեմն հայկ համաստեղությունն է, բայց մինչև հայկը, ուրեմն Վահագնն է եւ Աստղիկն է։ Վահագն ուրեմն Օրիոնն է, Աստղիկը Իսիդան, հա։ Այո, Սիրիուսը, Աստղիկը, այո, շատ ճիշտ է։ Որտեղ Նեֆտիդան նանեմ պիտի լինի։ Հետո հորը, այսինքն Գորը կամ հորը, Հորոսը, այո, որդին, ինչպես Եգիպտոսում արդեն մեր մոտ հայկն է։ Հասկանալի։ Այսինքն երկնային թագավորը։ Գորը Օսիրիսի մահվանից հետո է ծնվել։ Այո, ուրեմն Օսիրիսին երբ որ Սեթը իրեն եղբայրը ուրեմն սպանում է եւ քառատում է, միջայլոց այնտեղ շատ մի հատ հետարքիր բան կա, ասում է Իզիդան գնացին մանեկան մի ավանդապատման մեջ, ասում է բոլոր մասերը գտան 13 թե 14 մասի բաժանել էր Օսիրիսին Սեթը։ Բոլորը գտան մի մասը չգտան։ Ուրեմն ինչի չեն գտել ֆալոսը, որտեղ սյունը գտնվում է Հայաստանում, որտեղ է գտնեին։ Սա կալենդարի օրացույցի հիմնակետն է, որ զորոյական գոտին է։ Դրա համար հիմա վերադառնանք մենք այդ Եգիպտոսի գլխավոր բուրգի, Քեոպսի բուրգի այդ դամբարանների, ուրեմն այդ օթափողիչ, որ սկզբից մտածում էին, որ ուրեմն անցքեր են, այո, 20-22 սանտիմետրանոց դիամետրով, որ վերջում դուռ էր դրած, հետո հասկացան, որ եթե օթափողիչ անցք լիներ, ուրեմն այդ վերջում այդ դուռը չէր կարող լինել, երբ որ ռոբոտ բաց թողեցին, երևի հեռուստացույցով տեսել եք, ու պատ երկուսը բաց թողեցին, վերջում ուրեմն դուռ էր կանգնած, հետո հասկացան, որ սա ուրիշ բան է, այսպես ասած ցուցանում։ Թե սա նրանց մյուս աշխարհ տեղափոխվելու ճանապարհն ու համակարգն էր ըստ մեր։ Տենց են մտածում, մի խոսքով շատ հետազոտողներ ամենայն դեպս հերուն ու գրքի մեջ իմիջայլոց կա մանրակրկիտ այդ մասին գրված եւ իսկ Ռոբերտ Բյուվել, Էդրիան Ջիլբերտ, Գրեմ Հենկոկ, Դեյն Սելերս եւ այլն բազմաթիվ հետազոտողներ հիմա հաստատապես համոզված են, որ այդ շախտաներից մեկը 45 մեր հարթության, երկրի հարթության հորիզոնի համեմատ 45 աստիճանով ցույց է տալիս ուրեմն Օրիոնի հենց գոտին, մյուսը Սիրիուս աստղը 39.5։ 39.5 եւ պատկերացնեք,
երբ ես աստղագետի հետ խոսեցի, մենք մի ֆանտաստիկ, այսպես ասած, եզրահանգման եկանք, որ հասկացանք, եթե մենք Եգիպտոսից 40, որտեղ եգիպտական 3 բուրգը միտված են հյուսիս-արևելք։ Սվինքսի հետ միասին նրանք նայում են, այսինքն մի ուղղություն են ցույց տալիս։ Այսինքն ուր ինչ են ցույց տալիս։ Այն տեղանքը, որտեղ ուղղվում է Օրիոնի գոտին, որպեսզի ժամանակացույցը ժամանակը եւ ընդհանրապես այդ խաչը 90 աստիճանը ստեղծվի։ Հասկանում եք, եւ երկրային բոլոր օրենքները սկսեն ճիշտ աշխատել։ Եվ նրանք ցույց են տալիս Տաթևի Եվ երբ մենք կատարեցինք 39.5 լայնությունը եւ 45 այսպես պատկերացրեք, մենք կտրեցինք, եկանք այնքան ժամանակ, մինչեւ այստեղից հաջորդ 39 այս լայնությունը պատկերացրեք, եկավ հատվեց ուղիղ Տաթևի վրա։ Միջազգային շնհերի վրա շատ հետաքրքիր է, որ շնհերը Տաթևից դիմացն է գտնվում, շնհեր ինչ է։ Շանհեր։ Այո, շների հայրը ով է։ Օշուն դա եգիպտական աստվածները չէ։ Մի վարքյան։ Ուրեմն հայկը մեր որսորդ չէր, իրեն արալես շներով։ Այո։ Այո։ Իրա հավատարիմ շներն են, իսկ շներն ով են, կանից մեծ հենց Սիրուս աստղն է, մյուսն է փոքր շունը, համաստեղությունն է, որոնք ուր գնա Օրիոն համաստեղություն իրար կողքով իրանք միշտ իրար հետ են։ Իսկ Օրիոնի գոտու ճիշտ ուղղությամբ դեպի ներքև 20 աստիճան, այս է 20 աստիճան, եթե երկնքում ուզենաք Սիրուսը գտնեք, Օրիոնի գոտով այսպես գնայեք ու գտնեք, տակի պայծառագույն աստղը, դա Սիրուսն է։ Բոլորը իրար կողք են։ Սա արական, սա իքական, այնտեղ ուրեմն այդ շները հավատարիմ, արալես շները, որոնք հայկալես չեն։ Ինչու՞, եթե արալես են, ուրեմն արն է մեր բարձրագույնը։ Ուրեմն հայկը երկրորդական, այսինքն սկզբից արն է եղել, հետո նոր հայկն է եղել։ Մենք ունենք եւս մեկ հեռախոսազանգ եւ մեր հեռուստատորները միանում են, քիչ հետո էլի հարցեր կան, որոնք պետք է փորձենք հասցնել եւ քննարկել։ Բարի լույս։ Ալո, ողջույն։ Միացել են, մենք ձեզ լսում ենք։ Ալո։ Ողջույն։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ողջունում եմ ձեզ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ժակից եւ Լուսինեից, այսպես հետաքրքիր հյուրեր ունենալու, այսպես հետաքրքիր նյութերի մասին խոսելու համար։ Մենք ենք շնորհակալ։ Շատ հետաքրքիր հարց առաջադրել հյուրին։ Մենք գիտենք, որ դա բոլորը նախաքրիստոնեական ժամանակաշրջանի, այսպես ասած, գիտություն է, աստղագիտությունը։ Եվ ինչու մեր հոգևոր հայրերը, լինելով այդ հսկայական ժառանգության հետևորդները, եւ վերագրել են, չէ՞, ես այդ գիտությունը այսպես թե այնպես։ Մենք այդ գիտության մասին ոչինչ չենք լսում մեր եկեղեցական հայրերի, այսպես ասած, կողմից։ Ամեն ինչ մեկնաբանվում է գիտականների կողմից, աստղագետների կողմից եւ այն մարդկանց կողմից, որոնք գտնում են, որ ժամանակն է եւ ճիշտ է դա հասցնել ժողովրդին։ Ինչ շատ հետաքրքիր է, ինչու է եկեղեցին դա չի մեկնաբանում, ինչի չի ներկայացնում, ինչու մենք իրենցից չենք լսում դա։ Շնորհակալություն հարցի համար, հետաքրքիր է, որ եկեղեցին չի կորցրել այդ գիծը պահելու, նրանք շարունակում են պահել, այո, բայց չեն ուղղակի ժողովրդին չեն տալիս։ Այսօր շատ գիտելիքներ են կորցրած, հիմա մենք գնանք մեղադրենք, թե ինչի ինչ որ մեկը ինչ որ մի բան չի անում, դա ճիշտ չի լինի։ Ամենայն դեպս այս ամեն ինչը այս գիտելիքները այսօր կանգնած որ մնացել այս Տաթևիսյունը, վրայի խաչը, այս եգիպտական կարտուշ կոչվող դուատ կամարը, ու տակը պատկերացնում եք ինքը մեր մոլորակն է նկարած, 8 էներգետիկ տիբետյան ուրեմն զարդապատկերներով այդ 8 նուրբ էներգիաները 8 անկյուն է ինքնությունը, մեկ անգամ արիական շրջանագիծը կլոր, 12 շարք է, ամեն ինչը տեզերական։ Այսպես եկեղեցին ինչու չի ներկայացնում կամ գիտեն հիմա իրանք ժամանակին այդ հոգևոր հայրերը, որտեղ սա նույնպես քաղաքականության հետ կապված բան է, ժողովուրդ ջան։ Նրանք հասկանալով, որ քրիստոնեությունը բերում է ավելի շատ մեծ մոտիկ է, որտեղ մենք մեկ միշտ Աստված ենք ընդունել, արարիչ մեկ է մեր համար, նույնիսկ հեթանոսության ժամանակում մենք ընդունել ենք մեկ Աստված, այո, դա պայմանականորեն ենք եղել, հեթանոսությունը պարսկական ինչ-որ մի հատ տարատեսակ է եղել, եւ Զարաթուստրան հենց հայկականությունից ծնված անձնավորություն է, Զարեհավանում ծնված Զարաթուստրան, Զորո աստղը, հզոր աստղը, նա վերցրել է այդ հզոր աստղը, գիտեք որն է։ Սիրուս աստղն է, չէ՞, հույսի աստղը, այն 3
մոգերը որ գնացին այո այդ հզոր աստղի հետևից որտեվ աստղի ծնունդը այդ հզոր աստղի ծնունդը ասենք Սիրիուսի կամ Օրիոնի այո մեկ անգամ ծագում է այսպես կոպիտ ասենք էլի կոպիտ մեր որպեսզի հասկանալի լինի 9 ամիս հետո գնում ուրեմն մայր է մտնում ուրեմն իրա մեկ տարին մեկ օրը այսպես ասած դրա համար օր եւ զոր եւ զորը աստղ աստղը ուրեմն հայկական բառ արմատ է ինչու է որտեվ շատերն են այսօր ուրեմն վիճումը թե ինչու է հայկական արմատ որտեվ շատ հասարակ աստղ այո ահա աս ինչ է նշանակում ինֆորմացված ինչ որ միտք ունեցող իրեն մեջ գաղափարախոսություն կրող ինչ որ խոսք այո իսկ տաղը ինչ է նշանակում հաճախականություն տաղը կարող է երաժշտության ձևով լինել տաղը կարող է նաև լինել ուրեմն բանաստեղծական տաղ երկու դեպքում էլ մարդը ներշնչվում է այդ աստղային հաճախականությունով մենք խոսում ենք բուրգերի մասին Հայաստանի տարածքում բուրգեր են հա բուրգ կա գտնված եւ ինչու չի բարձրաձայնում սրա մասին եւ որտեղ է դա որքանով է չգիտեմ բուրգեր Հայաստանի տարածքում ասում են Արագածի վրա կա ես ինքս չեմ տեսել բայց մի բուրգ ամենայն դեպս մեզ բախտ վիճակվեց հայտնաբերել շատ պատահական նույնիսկ մենք շշմած էինք որովհետեւ զարմացած էինք ուղղակի որովհետեւ բոլորի աչքի առաջ այդ բուրգը կանգնած է հիմա էլ ճանապարհից որ գնաք տեսնեք ահա ես ցույց կտամ մեզ բախտ երևի կվիճակվի որտեղ դվինում Իմջալոս քիչ այն կողմ հնայաբանները 20 տարի է թե 30 տարի է իրենք իրենց գարադոկ ունեն այդ կողքին կողքում հա իսկ բուրգը իրենց կողքը կանգնած է մի 10 քանի կիլոմետր այն կողմ ուրեմն Տրթատ թագավորի պալատի տակն է ահա ուրեմն մենք գնացել էինք այդ Տրթատ թագավորի պալատը տեսնելու բարձրացանք վերև հետո երբ որ բուրգը տեսանք զարմացանք մի բան չեմ հասկանում մենք ունենք Տրթատ թագավորի պալատ այո պեղված ոչ չպեղված քանդված պատմության մեջ մնացած որովհետեւ Տրթատ այնտեղ ջրագիծ կա նույնիսկ կաթ են տարել որպեսզի այնտեղի կնանոցը լողանա այդ կաթով եւ այլն մի հատ զարմանահրաշ պատմություն էլ այնտեղ կա դվինում կա դվինում ընդհանրապես այսօր դուք հիշատակեցիք դվինը եթե դուք գնաք տեսնեք դուք որ ասացիք 150,000 եւ շատ ճիշտ ասացիք բնակչություն դա մեգապոլիս է եղել եւ այդ խոշոր մեգապոլիս է եղել եւ տնատեղիները եթե դուք տեսնեք կզարմանաք սալահատակված բուխարիկով ջրագծերով տներ էին եղել ջրատար համակարգը իհարկե Հայաստանում լավ է զարգացած եղել ես ուզում եմ հիշել այդտեղ կա Արտաշատի թանգարան որտեղ դվինից պեղված բոլոր նյութերն են Արտաշատ մայրաքաղաքի եւ դվինի դուք դա նկատի ունեք թե այդ տարածքում է այդ բուրգը կամ կանաչ կիրակի է կոչվում այնտեղ հին ասորիների դվին կա ասորիների այդ դվին քաղաքից մի քիչ այն կողմ կանաչ կիրակի տեղանք կա որ ժողովուրդ ասում է կանաչ կիրակի չգիտեմ ինչու եւ այլն հա Չետաքրքիր այնտեղ չենք հասել մենք շատ հետո այո Հայաստանում այնպիսի վայրեր կան որ մենք դեռ այդ վայրերին կվերադառնանք եւս մեկ հեռախոսազանգ ունենք մեր հեռուստատողի կողմից բարի լույս Ալո Ողջույն խոսեք մենք լսում ենք ձեզ Այո լսում ենք ձեզ բարի լույս Ուրեմն, sense մի հարց, ես ողջունում եմ ձեզ եւ ձեր հյուրին, ուղղակի կուզեի ասել այդ բոլոր խոսքերը, որ ասում է, նույնիսկ որ մենք հայերս արիացիներ ենք, ինչու ուրիշ գիտաշխատողների կողմից դրա մասին չի խոսում։ Միայն հենց մեր աշխատողների կողմից է խոսում։ Նույնիսկ չեղած տեղից վրացիկի մասին խոսում են, բայց մեզ ինչ որտեղ մոռանում են։ Ուղղակի չգիտեմ, չեմ կարողացել։ Մեր այդ գիտաշխատողների բաց թողումն է, որ չեն կարողանում իրենց ռեկլամեն։ Շնորհակալություն, մենք բազմիցս այս հարցին անդրադարձել ենք, ես ասեմ ավելին, մի քիչ ավելի տեղեկացված լինելով, նույնիսկ Հայաստանում այս հարցերով զբաղվող գիտական աշխարհը բաժանված է երկու մասի ու հասկանալի չէ երկրորդ թևի գործողությունների պատճառը, շարժառիթը եւ ընդհանրապես տրամաբանությունը, երբ կա գիտնականների մի խումբ, որ նույնիսկ գիտականորեն կարողանում է ապացուցել եւ համագործակցում է, այ դուք ռուսական ռուս գիտնականների հետ եք համագործակցում։ Ոչ միայն, նաեւ մեր ժամանակակից հայ
գիտնականները բրիտանացի գիտնականների հետ են համագործակցում, բայց մենք ունենք հայ գիտնականների Նաև իտալացի գիտնականների հետ։ Անում են այդ բացարձակ տարբերակներ կան, որոնց վրա պաշտպանել են մարդիկ իրենց դրոշակներով սկսում են գոռալ, որ ամեն ինչ սուտ է, ինչու պիտի ֆիզիկոսը զբաղվի հնագիտությամբ, ինչու պիտի մաթեմատիկոսը Էյնշտեյնը իրավունք չուներ ջութակ նվագելու, Մաշտոցն իրավունք չուներ շարական գրելու։ Երևի թե ու ով է ձեզ ասել, որ մենք հին ենք, մենք ունենք ընդամենը այսքան 8000 տարվա պատմություն, նույնիսկ մեր տեղական գիտնականների հետ է ժամանակ առ ժամանակ դժվար լինում ինչ որ բան քննարկել, որովհետև նրանք սովետական կարծրացած մտածողություն Այդ ունեն։ կարծրացած մտածողությունը եւ նրանց աշխատանքները կատարած, որոնցով նրանք կայացել են դժվար են ունեինք շատ խելոք բան ասաց, եթե մենք սկսենք այս նոր ու ավելի խորը նայել ու կանգնել այդ մարդկանց կողքին, դա նշանակում է, որ մեր նախորդ դարաշրջանի բոլոր գիտնականների ամբողջ կարիերան այսպես ջնջում ենք, փակում ենք, դնում ենք մի կողմ, չէ՞ որ նրանք սովետական այդ կարգերի հիմնական գաղափարախոսության տակ են արել ու հիմա ստիպված են, իրենք հավատում են իրենց արածին եւ պայքարում են, որպեսզի ուղղակի չգնա, շատ բարդ է այդ ամենը, բայց հավատացեք արտասահմանցի գիտնականները արդեն հետաքրքրված են։ Նույնը ասած, չեղած տեղը որոշ այլ հարևաններ իրենց պատմությունը ստեղծում են։ Վերջերս ես տեսա վրացական մի հատ։ Ընդ որում մեր հաշվին, դա է շատ։ Վրացիների իրանց ուրեմն պատմաբաններով եւ այլն, մի հատ գեղեցիկ ֆիլմ են նկարել, միջալուց զարմացա այնքան գեղեցիկ ֆիլմ էր։ Այնքան մեծ գումարներ էին ծախսել, համոզիչ եւ այլն։ Մեր Փարվանա լճի կողքը մի հատ սար կա, սարի վրա մի հատ կիկլոպյան ամրոց հայկական։ Դե հայկական կիկլոպյան ամրոցներ շատ կան, դա նորմալ է։ Դե այստեղ շատ կան, բայց ում է պետք։ Հիմա եթե մի հատ մեկին հարցնես, ասես որ թվագրությունը, իմ մոտ հիմա գիրք կա տունը, ես որ առաջին անգամ բացեցի ու զարմացա, որ կիկլոպյան ամրոցների թվագրությունը, ուրեմն 7000 տարի Մեզ մոտ բրոնզե դարով է։ Գիտե հաստատ կասեն 1000 տարի, չգիտեմ ինչ եւ այլն։ Չէ, բրոնզե դար է։ Մեր կիկլոպյան բոլոր ամրոցները բրոնզե։ Մի խոսքով, եւ շատ բացահայտված չի, բայց վրացին այնտեղ էդի գտել է, Փարվանային պրվանա էր ասում, չգիտեմ ինչ, մեր գիտելիքի վրա։ Ադրբեջանցիները Գոբուստանում մի քարաժայռ են գտել, այնտեղ կլորներ կան, ուրեմն կանչել են Իտալիայից ամբողջ աշխարհից ՅՈՒՆԵՍԿՕ-ից փողեր են վերցրել եւ այլն, մի հատ հաստափոր գիրք են գրել, հենց անունը Գոբուստանա եւ իրանց ցիվիլիզացիան ոչ այս, ոչ այն, կողմ 40000 տարի առաջ։ Ուրեմն դա ժայռապատկեր կա, այսպես մի մարդ է կանգնած, գծապատկեր է, էլի, ասում է, այսի մենք ադրբեջանական ժողովրդական պար ենք ապրում, իսկ այս կլորներն էր մեր Իմամ Ալիի ոտի հետքն է։ Չէ՞ ասում եմ շատ լավ է, այդ Իմամ Ալին հաստատ սմբակավոր է եղել, կլոր հետ կա, էլի։ Իսկ այդ կլորները շատ հետաքրքիր բաներ են, որ մեր Ագարակ հնավայրում, չգիտեմ, եղել եք, լսել եք դրա մասին, թե չեք լսել, այո։ Այնտեղ ամբողջ այդ պլատան 10000 ուրեմն քառակուսի կիլոմետր այնտեղ։ Ուրեմն այդ հնավայրն է, որոշ տեղեր բացված է, որոշ տեղեր չէ, բոլոր տեղեր այդ կլորները կան։ Եվ ինչ բան է այդ կլորները, շատ հետաքրքիր են, նույնպես աստղագիտական հետաքրքիր աշխարհընկալում է, երբ մարդը մահացել է, թե այնպես մարդու ծնվելն ու աստղի ծնունդը, ուրեմն արգանդի մեջ երեխայի ծնունդը 9 ամիս է տևում, աստղի ծնունդն ու մահն էլ է 9 ամիս տևում, այդպես է։ Ուրեմն արևելքից մինչև արևմուտք ինքը մայր է մտնում, 9 ամիս մոտավորապես այդ մի ժամանակաշրջանը, ժամանակին մարդը սենց է մտածել, որ ուրեմն երբ որ մարդը մահանում է, որ աստղի տակ ծնվել է, հետո 9 ուրեմն պարբերաշրջանից հետո ինքը պետք է վերակենդանանա։ Ուրեմն այդ կլորը կախված թե այդ մարդը ինչ տարիք է եղել, ինչ հասարակական ուրեմն դիրք է եղել, մեծ թե փոքր կլորն, որ իր հոգին գա այնտեղ պատասպարվի։ Այսպեսի մի հատ է։ Եվս մեկ հերոսազանք։ Բարի լույս, սիրելի հերոստատիտող։ Հերոստատիտողից խնդրեմ, ողջույն։ Բարև։ Ես ողջունում եմ ձեր հյուրին։ Շատ ուրախ եմ, որ նման տիպի մարդիկ եք կանչում մասնագետներ ձեր հաղորդումներին, թե հոգևոր իմաստով եւ թե նաեւ մշակութային պատմական, նախաքրիստոնեական շրջանի մասին է խոսքը։ Շնորհակալություն։ Եվ այսպեսի երկու հարց ունեի մեր հյուրին։ Որքանով է ինքը ծանոթ մեր հայտնի հետազոտող գիտնական Մարտիրոս Գավուկչյանի աշխատանքներին եւ նաեւ Մարսելում ներկապային գործող Ֆրանսիայի մասնագետը հայագիտական ավելի ճիշտ կարող եմ ասել հին արևելքի, մեծավոր արևելքի հետազոտական ընկերությանը, որտեղ հայերն են աշխատում
ուրեմն Ալեքսանդր Վարդպետյանի գլխավորությամբ, որը ունի շատ լուրջ աշխատանքներ, մեկ աշխատանքն է դրված է ձեր ստուդիայում, Արարը կոչվում։ Արդյոք ովքեր են Եվ երկրորդ հարցը մենք ունենք նաև շատ բազմաթիվ, այսպես ասած, արգելված փաստեր ամբողջ երկրագնդով մեկ, որոնցից շատ բաներ հայտնաբերվել նաև Հայաստանում, հսկաների մասին է խոսքը, այսինքն նախաքրիստոնեական շրջանում հայտնաբերված պեղումների ժամանակ մեծ մարդկային կմախքների տարբեր չափսերի, որ ներկա մարդկային, ուրեմն անթրոպոգեն չափսերից մեծ են մի քանի անգամ, դրանք բոլորը գիտեն, իհարկե բացի հասարակ ժողովրդից, ինչ կասեք այդ թեմայով եւ որքան կապ ունի դա ձեր հայտնագործած թե ազգային գիտելիքների, թե երկրագիտական, թե երկրագնդի մեր գալակտիկայում տեղ եղած այդ քարտեզագրության, որոնք կան հին եւ շումերակադից սկսող հին հնդկական, հին թայվանական իաների քաղաքակրթություն, որը Ճապոնիայում է, Մոյի եւ Լեմուրիայի մասին տեղեկատվությունը, որոնք կործանված մարդ եւ այլն շատ չծավալվեն, դուք ինքներդ հասկանում եք, ինչ կասեք ես ամբողջ իրար հետ կապելով ես ուղղակի մեր Շատ շնորհակալություն հետաքրքիր հարցի ու նաև հարցի մեջ պարունակվող ինֆորմացիայի համար։ Հետաքրքիր է, որ հսկաների մասին մեր լեգենդներն ու առասպելները հայկական ու հեքիաթները այնքան լավ նկարագրում են, բայց մենք դրանց նայում ենք որպես հեքիաթներ, ու ահա մի գտածոն միանգամից քեզ ցույց է տալիս, որ ոչ մի հեքիաթ հենց այնպես չի։ Գտածոն հսկա մարդու այլ երկրում են, չէ՞, կարծես գտե վերջերս էլի աղմուկ էր բարձրացվել ոչ Հայաստանում։ Չհաստատվեց, Վրաստանում էին, ինչ-որ վրացիները գտել էին, հետո պարզվեց, որ կորցրել են։ Կորցրել են։ Հա, սկզբից գտել էին, հետո կորցրեցին եւ այլն, հիմա ասում են նորից են գտել, հետո էլ ինչ-որ չկա, չի հասկացվում, տվել են անգլիա, մի խոսքով։ Իհարկե, հերո եթե չգնանք դյուցազների մեր առասպելաբանության, այնտեղ պարզ ասում է, որ Դավիթին բերեցին նստացրին ձյու վրա, ոտները կպավ գետնին, չէ՞, հասարակ ձյու վրա։ Հետո նոր Քուրկիկ Ջալալիի վրա գնաց, ասին գնաց այդ ձին նստի, որտեղ այն ձին կարակ ես, միայն դու հսկա ես։ Վերջը Տորքան գեղնել էր, չէ՞, հսկա է։ Բոլորը մենք շատ հսկաներ ենք այո ունեցել մեր իրականության մեջ։ Ուրեմն մեր Հայաստանում տարբեր ուրեմն շրջաններում եւ Տաթևում, եւ Կոշում, եւ այլ հնավայրերում խոսում են գյուղացիները այդ հսկաների մասին, շատ է եղել, որ գտել են ոսկորը, բան, եւ այլն, ասենք ծնկահոդի ոսկորը ցույց են տալի, ասում են ստեղ էր հասնում եւ այլն եւ այլն եւ այլն։ Հա, բայց քանի որ գյուղացին է գտել, իրան ինքը ջան չի հետարքի, հետո հայ մարդը չի կարող բղծել ոսկոր, ինքը դրել է նորից տեղը, փակել է ժամանակի ընթացքում, կորցրել է եւ այլն, ասենք հատուկ չի զբաղվում, որտեւ եթե հասկանանք, որ այդ հսկաները պետք է եղած լինեին, ասենք 12960 տարի առաջ կամ մի քիչ ուշ շուտ, ուրեմն այդ հողաշերտը ինչքան խորը պետք է լիներ, դրա համար ինձ Խոտ գյուղում հետարքիր մի հատ պատմություն պատմեցին գյուղացիները, տարանույնից տեղը ցույց տվեցին, որտեղ հիմա այնտեղ ուրեմն գոմեր են շինված, 89 թվականին երբ որ տեսական աշխատանքներ են կատարել, ուզեցել են գոմեր շինել, այո, տեխնիկա են բերել եւ 8 մետրեր փաստորեն հավասարացրել են, 8 մետր իրենք ցած են իջել, որ սարահարթը այսպես հավասարացրել են եւ բացվել են դամբարանները։ Եվ երկու հսկայի դամբարան են գտել, նույնիսկ մեկի գլուխը գյուղացին տարել է, ձեռքին բրասլետ է եղել, հա, հատուկ պատմում էին իրանք։ Տարավ ինձ տեղը ցույց տվեց ուստա Ռազմիկը եւ այլն եւ այլն։ Գյուղապետի հետ խոսացի, գյուղապետը պատմեց, որ իրեն հայրը պատմում էր, որ այդ հուշարձանը, որ շինվել է այնտեղ պատերազմի, այնտեղ նույնպես հսկայի ուրեմն ոսկորներ են գտել, ձեռք չեն տվել, փակել են եւ մինչեւ հիմա էլ այնտեղ է եւ այլն։ Միտեղ հուշարձան է, միտեղ գոմ է, հիմա գոմի տակ։ Ես այդ մասին ասել եմ իհարկե, ոչ մեկին չի հետաքրքրել, որովհետեւ հիմնականում ասում են դա սուտ պատմություններ են։ Ոչ մի սուտ բան չկա։ Մենք էլ ենք գյուղերում շատ լսել հսկաների մասին, ոսկորներ տեսել ենք։ Պետք է տիրություն անել այս երկրին եւ մեր հեռուստադիտողի հարցը որքանով եք դուք ծանոթ Ալեքսանդր Վարպետյանին, իհարկե, որևէ հայ Մարսելում են հիմա։ Այո, Մարսելում է, ինքը մեր պոլիտեխնիկն է ավարտել, այո, արդյոք ովքեր են արիները, ի վերջո, արդյոք ովքեր են այդ աշխատությունը դեռևս 79 թվականի
Այն ժամանակ ես 29 տարեկան էի, ես ցնցվեցի, երբ որ այդ գիրքը կարդացի, իհարկե նույնպես վրա մեծ տպավորություն է թողել։ Ես անձամբ մտերիմ եմ եղել ուրեմն Սուրեն Այվազյանի հետ, մեր մյուս չընդունված պատմաբանի, այսպես ասած, հայ արժանավորի, որին մինչև հիմա, չգիտես ինչու, անարդարեցիորեն ուրեմն չեն ընդունում այդ մարդու հսկայական ուրեմն աշխատանքը, որը նա կատարել է մեր պատմագիտության ասպարեզում, եւ Պարիս Հերունու հետ, մի խոսքով ուզում եմ ասել, կան մարդիկ այսօրվա Արտակ Մովսիսյանը։ Արտակ Մովսիսյանին մենք շաբաթվա ընթացքում հյուրընկալելու ենք անպայման։ Արմեն Անպայման Դավթյանին, շատ տաղանդավոր պատմաբան, շումերագետ, տաղանդավոր մարդ, ազնվագույն դեմք, ոնց որ շատ հետաքրքիր։ Այո, մերժված իրականում այդ գիտության, այսպես ասած, գիտության կողմից մերժված պատմաբաններին ու գիտնականներին մենք հաճախ հյուրընկալում ենք, որովհետև իրականում հասկանում ենք, որ նրանց ասածի մեջ ավելի շատ կարևորություն ու ճշմարտություն կա, թողներեն մեզ մյուս թևերը, այո, հազար ներողություն ենք խնդրում, բայց մենք հարում ենք այս տեսակետին, մեզ այն հոգեհարազատ է, այն մեր գենետիկայից ու ներսից է բխում, այդ իսկ պատճառով դուք էլ ժամանակ առ ժամանակ հետևեք մեր ծրագրերին, ծանոթացեք ու վստահ ենք, որ այնքան լավ եք ձեզ զգալու, որ մենք իսկապես հնագույն ժողովուրդ ենք ու ի վերջո Սյունիքից է քաղաքակրթությունը առաջացել, Տաթևի ճոճվող սյան մասին մի հարց եմ ուզում տալ, չգիտեմ, ունենք ժամանակ, թե ոչ, մի վայրկյան կարճ հարց ուղղակի։ Մենք գիտենք, որ երկրաշարժից Տաթևը ավերվել է միջնադարում։ Եվ ինձ հետաքրքիր է, երբ հետո վերակառուցվում 31 թվականին է։ Մինչ այդ երկրաշարժից չի։ Մինչև այդ էլ է եղել։ Էլի եղել են երկրաշարժ։ Ամենաուժեղը այդ ժամանակ այդ բազմաթիվ երկրաշարժերի ընթացքում ճոճվող սյունը քանդվել է, եղել է այդպեսի բան, թե այն միշտ կանգնած։ Միշտ կանգնած է եղել, բայց մի հատ տարօրինակ բան ասեմ, մենք վերջերս քանդել ենք մեր ձեռքով եւ իրան կապել ենք շատ տերգեղ տգետ ձևով։ Այն ինչ որ հիմա կապերը տեսնում եք։ Ինչու՞։ Ես ինչ գիտեմ, այդ մարդկանց հարց տվեք։ Ամենք, այսինքն մեր ժամանակակիցները։ Այսօր բավականին հետաքրքիր ծավալուն եւ մեր գիտելիքների պաշարը ավելացնող զրույց ունեցանք մեր հյուրի հետ, Թեման համարում ենք շարունակել։ Թեման ընդհանուր առմամբ վաղուց սկսվել է ու անընդհատ շարունակական է։ Մեր եթերում պարբերաբար առիթ ունենք հանդիպելու մարդկանց հետ, ովքեր մեծ նվիրումով ուսումնասիրում են մեր պատմությունը եւ Լուսինեն ճիշտ նշեց, յուրաքանչյուր եթերից հետո, այսպիսի եթերից հետո հպարտության զգացումով ենք մենք ավարտում եթերը ու սպասում հաջորդ քննարկումներին։ Առողջ եղեք, շնորհակալություն ձեր գործունեության համար, մեր հեռուստատողներն էլ լավ օր ենք մաղթում, վաղը կհանդիպենք։ Մինչ նոր հանդիպումի դեպ մեր հյուրի հետ էլ անպայման առաջիկայում էլի հանդիպելու ենք, ցտեսություն։